Վերաքննիչ քրեական դատարան մենք ներկայացրել էինք բավականին ծավալուն բողոք։ Մենք անդրադարձել էինք մի շարք հիմնահարցերի, մի շարք ապօրինությունների, որոնք տեղի են ունենում Սամվել Կարապետյանի գործով, եւ իհարկե հիմնական պահանջը նրանում էր, որ կալանքը րոպե շուտ վերացվի։ Ցավոք սրտի, այն քաղաքական հետապնդման անասելի ճնշման պայմաններում, սա իմ կարծիքներից մեկն է, ի վերջո վերաքննիչ դատարանը չկարողացավ ամբողջությամբ բավարարել մեր կողմից ներկայացված բողոք, բայց այո, մի կարևոր իրավական դիրքորոշում է ներկայացրել, որը բավականին խոցելի է դարձնում նույնիսկ այս աբսուրդի պայմաններում եւ այս ճնշումների պայմաններում ամբողջ վարույթը։ Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ այլևս այս գործի նման ձգձգումը հանգեցնում է մարդու իրավունքների հիմնարար խախտման։ Տեսեք, 2025 թվականի հոկտեմբերի 16-ին Սամվել Կարապետյանի գործով հերթական ակնհայտ անհիմն եւ ապօրինի միջնորդությունը, որը ներկայացվել էր կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ, բավարարվել էր մասնակի, միայն 1 ամսով էր երկարաձգվել։ Իրականում պատճառը նրանում էր, որ այս վարույթը ունի ի վերջո որոշակի ժամկետներ։ Կոչի դրվագով մեղադրանքը, հայտնի պարզապես մայրաթոռը պաշտպանող խոսքը, որը վերածվել է ըստ քննչականի եւ դատախազության իշխանությունը բռնությամբ զավթելու կոչի մեղադրանքի, ունի ժամկետ, որով կարող է քննություն իրականացվել։ Դա 5 ամիսն է։ Բացառիկ դեպքերում անհրաժեշտ փորձաքննություն իրականացնելու համար կարող է երկարաձգվել եւս 1 ամսով։ Դրանից ավել ժամկետ նախատեսված չէ այդ մեղադրանքի համար։ Եվ վերաքննիչ դատարանը փաստացի այդ խնդիրը այլևս արձանագրել է։ Եվ այդ խնդիրը մենք մեր նախաձեռնությամբ բարձրաձայնել ենք, թե գրավոր միջնորդություններով, թե բանավոր միջնորդություններով, դրանք բոլորը անտեսվել էին։ Իդեպ դատական նիստի ժամանակ մենք ուղիղ արձանագրել էինք, որ ժամկետի խնդիր է առաջանում, իսկ քննիչը իր հերթին ասել էր, որ իրենք փորձաքննություն անելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Հետևաբար 5 ամիս ժամկետը վերջնական ժամկետն էր։ Եվ վերաքննիչ քրեական դատարանը ուղիղ արձանագրելով, որ կոչի դրվագը ոչ մի առնչություն չունի ենթադրյալ տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքների հետ։ Եվ այս իրավիճակում այլևս այս դիրքորոշումը ցույց է տալիս, որ մենք օրերի ընթացքում այս աբսուրդի պայմաններում, դատարանների ճնշման պայմաններում, նման տևական կալանքի պայմաններում այլևս դատարանի դիրքորոշում ենք ունենալու, որով Սամվել Կարապետյանի իրավունքների խախտման փաստ է արձանագրվել։ Պատկերացրեցիք, այսինքն, չնայած Հայաստանի Հանրապետությունում Սամվել Կարապետյան անուն ազգանունը եւ քրեական դատավարության օրենսգիրքը իրար հետ համակցված չեն գործում, որտեղ հենց Սամվել Կարապետյան անուն ազգանունն է լինում, քրեական դատավարության օրենսգիրքը կարելի է փակել, քանի որ այն չի գործում։